Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Նյու Յորքում իր առաջին դատական լսումների ժամանակ դատավորի հարցերին պատասխանելով հայտարարել է, որ դատարան ներկայանալուց առաջ չի տեսել մեղադրական եզրակացությունը և տեղյակ չէ իր իրավունքների մասին։ Այս մասին հաղորդել է New York Times-ը։ Թերթի տվյալներով սա կարող է վկայել այն մասին, որ Մադուրոն և նրա փաստաբանը քիչ ժամանակ են ունեցել գործը լսումներից առաջ քննարկելու համար։ Մադուրոն նաև հայտարարել է, որ շարունակում է մնալ Վենեսուելայի նախագահ։ «Ես շարունակում եմ մնալ իմ երկրի նախագահը», ասել է նա։ Իր հերթին Վենեսուելայի նախագահի կինը Սիլիա Ֆլորեսը հայտարարել է, որ լիովին անմեղ է ԱՄՆ-ի կողմից իրեն առաջադրված մեղադրանքներում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական լրատվամիջոցներին հարցազրույց է տվել։ Ի թիվս այլ հարցերին նա անդրադարձել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին։ Նա հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի բացումը արդեն հաստատվել է ԱՄՆ նախագահի կողմից, նշելով, որ երթուղու անվանումը կարող է այլ լինել, բայց էությունը դրանից չի փոխվում։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ներկայումս ազատ արձակման խնդրանքով չի դիմում, հայտարարել է նրա փաստաբանը Նյու Յորքում կայացած դատական նիստի ժամանակ։ Պարոն Մադուրոն ներկայումս ազատ արձակման խնդրանքով չի դիմում, հայտնել է փաստաբանը։ Մադուրոյի կինը հնարավոր է կողոսկրերի կոտրվածք է ստացել ձերբակալության ժամանակ, նշել է վերջինս։ Կարակասում ԱՄՆ-ի ռազմական գործողությունից հետո Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքը կոչ է արել հարգել Վենեսուելայի տարածքային ամբողջականությունը։ Համայնքը վերահաստատում է իր համերաշխությունը վենեսուելացի ժողովրդի հետ և կոչ է անում բոլոր պետություններին հարգել Վենեսուելայի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, ասվում է հրապարակված հայտարարության մեջ։ Համայնքը նաև աջակցություն է հայտնել Վենեսուելայի ժողովրդին և հիշեցրել երկրների պարտավորությունը հարգելու ինքնիշխանությունը համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության։ Նյու Յորքի դատարանում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ Սիլիա Ֆլորեսի գործով առաջին լսումները ավարտվել են։ Այս մասին հաղորդել է CNN News-ը։ Վերջինիս տվյալներով Վենեսուելայի առաջնորդը և նրա կինը դատարանի դահլիճից դուրս են եկել նույնական բանտային համազգեստով։ Հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 17-ին։ Վճռական լինենք հաստատուն պահելու օրինահարկությունը, մերժելու անիրավությունն ու կամայականությունը, ատելությունն ու քինախնդրությունը, որոնք մեծապես վնասում ու քայքայում են պետական ու ազգային մեր ներուժը։ Այս մասին հունվարի 6-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ իր խոսքում նշել է Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսը։ Նա մասնավորապես նշել է. «Եկեք հայց վերառաքենք հայրենազրկված Արցախահայ մեր զավակների տոկունության եւ ոգու ամրության եւ նրանց ոտնահարված իրավունքների ոտնահարման համար։ Աղոթենք հայրենիաց պաշտպան զինվորականների, հայրենիքի համար զոհված մեր քաջորդիների հոգիների հանգստության եւ նրանց ծնողների ու հարազատների մխիթարության համար։ Աղոթենք ապօրինաբար ազատազրկված հոգեվորականների, ազգային բարերարի ու նվիրյալ հայորդիների, այլև գերության մեջ գտնվող եւ անհայտ կորած մեր զավակների համար։ Թող Բարձրյալի Սուրբ Խաչի պահպանության ներքո մեր կյանքը լուսավորյալ մնա Աստվածային ներկայությամբ, զարդարվի հավատավոր բարի գործերով եւ մենք գոհությամբ փառաբանենք մարդեղացյալ Փրկիչ մեր Տիրոջը այսօր եւ միշտ եւ հավիտյան», նշել է կաթողիկոսը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների եւ աջակիցների հետ ուխտերթի է մասնակցել Երևանում։ Երթը մեկնարկել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց, որտեղ մինչ այդ քաղաքական էլիտան Սուրբ Ծննդյան պատարագ էր մասնակցում աջակիցների հետ։ Պատարագը հակականոնական էր, քանի որ վեհափառ Հայրապետի անունը չի հիշատակվել։ Ըստ տեղեկությունների երթին մասնակցելու համար վարչական ռեսուրս է կիրառվել ցույց տալու, թե ինչքան մարդ է կողմ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին։ Փաշինյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց իր թիմակիցների հետ ուխտերթով հասել է Սուրբ Աննա եկեղեցի։ Նա իր խոսքում ասել է. «Շատ կարևոր է արձանագրել, թե մեր երթն ինչի համար էր եւ ինչ է նշանակում։ Ըստ էության մենք այսօր վերահաստատվում ենք որպես առաջինը քրիստոնեությունն ընդունած պետություն։ Այսօրվա մեր քայլարշավը խորհրդանշում էր, որ մենք ի վերջո սկսել ենք քայլել մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի նախանշած ուղով։ Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցու պատարագի կարգով բազմիցս հնչում է հետեւյալ նախադասությունը. «Եվ եւս խաղաղությամբ Աստծուն աղաչեցցունք», նշել է նա։ Փաշինյանի խոսքով շատ խորհրդանշական բան է տեղի ունեցել։ Բոլորս երկար ժամանակ խաղաղության համար աղաչել ենք Աստծուն, բայց ի վերջո եկել է այն պահը, երբ հասկացել ենք, որ խաղաղության համար Աստծուն աղաչելուն զուգահեռ ինքներս մեր գործողություններով, որոշումներով, քայլերով պետք է ստեղծենք այդ խաղաղությունը։ Այսօր շատ են ասում, թե կառավարությունը գործում է եկեղեցու դեմ։ Կառավարությունը չի գործել, չի գործում եւ երբեք չի կարող գործել եկեղեցու դեմ։ Կառավարությունը Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ է։ Մենք ընդհանրապես եկել ենք արձանագրելու, որ
ոմանք փորձ են անում որպես հենակետ օգտագործել եկեղեցին պետության դեմ, եւ ես որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված վարչապետ ասում եմ, որ մենք դա թույլ չենք տալու։ Այն մարդիկ, ովքեր եկեղեցին հասցրել են այս կետին, հերձված են դարձել։ Ցավոք այսօր եկեղեցու փաստացի պետը եւ իր վերնախավը աղանդավորական տրամաբանության մեջ են, հերձվածի մեջ են։ Մենք պետք է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին ազատենք հերձվածից, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Տարիներ շարունակ ձևավորված հուսալի եւ բազմակողմանի խոսք, անվերապահ վստահություն եւ կայուն լսարան։ Մեդիա ոլորտում կարևոր ճանապարհ անցած International Media Holding-ը, որի մաս են կազմում Եվրոմեդիա 24, միջազգային հեռուստաընկերությունն ու լուրերկոմ լրատվական կայքը, տոնեց իր ծնունդը, մեկ հարկի տակ հավաքելով հայ ժողովրդի արժանի անհատների։ Միջոցառումը նշանավորվեց կարևոր պահով։ Այդ օրը մրցանակներ հանձնվեցին արվեստի, առողջապահության, իրավունքների պաշտպանության, տնտեսագիտության, մանկավարժության եւ այլ տարբեր ոլորտներում նշանակալի ավանդ ու բացառիկ ձեռքբերումներ ունեցող հայտնի անձանց, որոնց գործունեությունը տարիների ընթացքում թողել է տեսանելի ու ազդեցիկ հետք։ Մրցանակները հանձնեց International Media Holding-ի հիմնադիր նախագահ Արման Վարդանյանը։ Մարդիկ, ովքեր ամեն օր կանգնում են կյանքի ու մահվան սահմանին, առանց բարձր խոսքերի, իրենց ձեռքերով, ներքին վստահությամբ ու գերպատասխանատվությամբ են մարդկանց երկրորդ կյանք պարգևում։ Համլետ Գրիշայի Հարապետյանը փայլուն սրտաբան է, վառ անհատականություն ու չափազանց համեստ մարդ։ Բեմ են հրավիրում Էրեբունի բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոնի եւ անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի ղեկավար պարոն Հայրապետյանին սիրով փոխանցելու ձեր մեր երախտագիտական արտահայտման մրցանակը։ Ծափերոք ողջունենք նրան։ Երկրորդ կյանք պարգևող։ Բարի երեկո հարգելի բարեկամներ, ինձ համար իսկապես անսպասելի էր եւ միաժամանակ հաճելի ստանալ այս մրցանակը։ Այն մեծ պատիվ է, բոլորիդ մաղթում եմ առողջություն եւ ինձ շատ չճանաչեք, քանի որ ճանաչողները խնդիր են ունում սրտի հետ։ Շնորհակալ։ Բարձր ծափահարություններ։ Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր Թոմաս Մալինենը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբին մեղադրել է երեսպաշտության մեջ Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի հարձակման մասին իր հայտարարության համար։ Եվրոպացի առաջնորդները խճճված են Վենեսուելայում ռեժիմի փոփոխության շուրջ հակասությունների մեջ, նշել է Մալինենը։ Ավելի վաղ Ստուբը իր Twitter-յան սոցիալական ցանցի էջում հրապարակել է գրառում, կոչ անելով հարգել միջազգային իրավունքը։ Միևնույն ժամանակ Ֆինլանդիայի նախագահը Վենեսուելայի 2024 թվականի ընտրությունները անվանել է կեղծված։ Նա կարծում է, որ հաղթանակած նախագահ Նիկոլաս Մադուրոն անօրինական նախագահ է։ Ուկրաինայի կառավարության կողմից ԱՄՆ-ի Վենեսուելայի վրա հարձակման հավանությունը ցույց է տալիս նրա անտարբերությունը ժողովրդավարության նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Geopolitical Economy Report-ի հիմնադիր եւ խմբագիր Բեն Նորտոնը։ Նրա խոսքով Ուկրաինայի ներկայիս ղեկավարությունը ՆԱՏՕ-ի խամաճիկ ռեժիմը երկիրը ներկայումս ղեկավարում է միլիարդատեր օլիգարխ իդեմս Վլադիմիր Զելենսկու, որին հովանավորում են խոշոր ֆինանսական հաստատությունները։ Հունգարիան ակնկալում է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը կհանդիպեն Բուդապեշտում 2026 թվականին Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնության հասնելու համար։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Մենք հույս ունենք, որ Ուկրաինայում պատերազմը կավարտվի 2026 թվականին։ Այդ ժամանակ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահները կկարողանան հանդիպել Բուդապեշտում, ինչպես նախատեսված է խաղաղության համաձայնագիր կնքելու համար, ասել է Օրբանը։ Միաժամանակ վարչապետը նշել է, որ Հունգարիան չի սպասում, որ Պուտինը առանձին կայցելի երկիր։ Այժմ դրա անհրաժեշտությունը չկա, հավելել է վարչապետը։
Եվրոպական հանձնաժողովը լիովին աջակցում է Դանիա եւ Գրենլանդիայի տարածքային ամբողջականությանը, սակայն անհնար է համարում զուգահեռներ անցկացնել Վենեսուելայի եւ Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ գործողությունների միջև։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն։ Գրենլանդիան ԱՄՆ դաշնակից է, մենք լիովին աջակցում ենք դրան եւ մենք համեմատության տեղ չենք տեսնում ԱՄՆ-ի գործողությունների հետ Վենեսուելայում։ Եվրոպական հանձնաժողովը լիովին աջակցում է Դանիա եւ Գրենլանդիայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Գրենլանդիայի կարգավիճակի հարցը կարող են որոշել միայն նրա բնակիչները, ասել է խոսնակը։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոին եւ նրա կնոջը տեղափոխող զրահապատ մեքենան ժամանել է Նյու Յորքի դատարան։ Այս մասին հայտնում է CNN News-ը։ Մադուրոին եւ նրա կնոջը Սիլիա Ֆլորենսին տեղափոխող զրահապատ մեքենան ժամանել է Նյու Յորքի դատարան, որտեղ Մադուրոն պետք է ներկայանա թմրանյութերի եւ զենքի մեղադրանքով, հաղորդել է աղբյուրը։ Միացյալ Նահանգները կարող է բարձրացնել հնդկական ապրանքների մաքսատուրքերը, եթե Նյու Դելին չկատարի ռուսական նավթի գնումները սահմանափակելու մասին Վաշինգտոնի պահանջը, ըստ Reuters-ի հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին լավ տղա է։ Նա գիտեր, որ ես դժգոհ եմ եւ նրա համար կարեւոր էր ինձ ուրախացնելը։ Նրանք առևտուր են անում եւ մենք կարող ենք շատ արագ բարձրացնել նրանց մաքսատուրքերը, ասել է Թրամփը, պատասխանելով Հնդկաստանի կողմից ռուսական նավթի գնումների վերաբերյալ հարցին։ Սա մեր կիսագունդն է, դրա մասին ասված է սոցիալական ցանցերում ԱՄՆ պետքարտուղարության գրառման մեջ։ Սա մեր կիսագունդն է եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ չի տա, որ մեր անվտանգությունը վտանգվի, նշված է գրառման մեջ։ ԱՄՆ հարձակումից հետո Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են երկրի զինված ուժերի մոբիլիզացիայի մասին եւ ռազմական դրություն են մտցրել նավթարդյունաբերության եւ այլ ոլորտների աշխատակիցների համար։ Հրամայվում է անհապաղ մոբիլիզացնել ազգային զինված ուժերը ամբողջ երկրում, միաժամանակ օգտագործելով առկա ազգային ուժերը արտաքին ագրեսիան հետ մղելու համար։ Պետական ենթակառուցվածքների, նավթարդյունաբերության եւ այլ կարևոր պետական արդյունաբերությունների ռազմականացում։ Այդպիսի հիմնարկների անձնակազմը ժամանակավորապես կգտնվի ռազմական դրության մեջ, նշվում է իրավական փաստաթղթերի պորտալում հրապարակված հրամանագրում։ Հրամանագիրը նաև պարտադրում է ուժեղացնել պարեկային ծառայությունները եւ անվտանգությունը երկրի ցամաքային, օդային եւ ծովային սահմաններում։ Այսօր սրտանց շնորհավորում եմ Եվրոմեդիա հեռուստաընկերություն մեկամյակը, Լուրեր Կոմի 14-ամյակը եւ պարոն Վարդանյանի։ Հուսամ Հայաստանի լրատվական դաշտում եթերում հայտնվել է լրատվամիջոց, որը բոլոր տեղեկատվությունները ներկայացնում է անաչառ, 100% համապատասխան այն իրողություններին, որոնք տեղի են ունենում, եւ վստահաբար կարող եմ ասել, որ Եվրոմեդիան Հայաստանի թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական կյանքում, ինչու չէ նաեւ սոցիալական խնդիրներում կունենա իր մեծ ավանդը, ներդրումը։ Ուղղակի եւս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ, բարի գալուստ եւ Աստված տա, որ ձեր 100-ամյա հոբելյանը նշվի արդեն մեծ Հայաստանում։ Միասնություն շարժման առաջնորդ Արման Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ, որում մասնավորապես ասվում է. Հայ առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը, ծնավ նոր արքա ի Բեթլեհեմ քաղաքին, օրհնյալ է Սուրբ Ծնունդդ Տեր, Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ ձեզ եւ մեզ մեծ ավետիս, ասված է Արման Վարդանյանի ուղերձում։ Հունվարի 6-ին հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի Սուրբ Ծննդյան եւ մկրտության հիշատակումն է։ Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է ջրօրհնեքի կարգ։ Ըստ ավանդույթի խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը։ Պատարագիչը խաչով ապա մյուրոնով օրհնում է ջուրը եւ հավատացյալներն այդ ջրից տուն են տանում, որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար։ Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը։ Այստեղից էլ առաջացել է տնօրհնեքի կարգը։ 3 մայրաթոռում տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան ջրաքալույցի պատարագը, որից հետո ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը ավետելով Քրիստոսի ծնունդը վառած մոմով իջել է խորանից եւ հավաքված հավատացյալներին լույս բաժանել։ Այսօր Սուրբ Ծննդյան հայրապետական պատարագ է ընթանում, մայրաթոռ Սուրբ Էջմիածնում։ Քաղաքացիների հոսքը չի դադարում մայրտաճար, որտեղ վեհափառը Սուրբ Ծննդյան պատարագ է մատուցում։
Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկացրել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիության շնորհման կամ դադարեցման համաժամադրությունները չեղարկվում են, քանի որ 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու դիմում ներկայացնելու համար էլեկտրոնային հերթագրումները իրականացվելու են միայն քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով, ասված է հայտարարության մեջ։ Սպիտակ տան քաղաքականության գծով աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերի կինը Քեյթ Միլլերը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը ներկված ամերիկյան դրոշի գույներով։ Հաղորդագրությունը հրապարակվել է նրա Թվիթերյան սոցիալական ցանցի էջում։ Միլլերը մակագրել է հաղորդագրությունը շուտով։ Նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիայում նախկինում նշանակված հատուկ դեսպանորդ Լուզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրին վստահեցրել է, որ Վաշինգտոնը կղզին նվաճելու ծրագրեր չունի։ Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու նոր հնարավորություն կա, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եվրոպական երկրների ազգային անվտանգության խորհրդականների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում են ուկրաինական լրատվամիջոցները։ Այժմ մենք նոր հնարավորություն ունենք ավարտելու հակամարտությունը եւ մենք շնորհակալ ենք, որ միայնակ չենք դիվանագիտական ճանապարհին, ասել է Զելենսկին։ Հիշեցնենք, որ եվրոպական երկրների եւ ՆԱՏՕ-ի ազգային անվտանգության խորհրդականները ժամանել էին Կիև։ Միակ հակամարտությունը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչ օրս իսկապես լուծել է, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտությունն է։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել Ավստրիայի նախկին արտգործնախարար Կարին Կնայսլը։ Կա Հայաստան եւ Ադրբեջան, նրանց միջև հակամարտությունը միակն է, որտեղ ներկայումս արյունահեղություն չկա։ Թրամփը լուծեց այն Սպիտակ տանը մեծ հանդիպում տեղ ունեցավ։ Եթե մենք ուզում ենք այս հակամարտությունը դնել կշեռքի դրական նշանին, ապա կարող ենք ասել, որ այո, գոնե մարտեր չկան, այս դեպքում ամեն ինչ աշխատում է, ասել է նա։ Ինչպես նշել է Ավստրիայի նախկին արտգործնախարարը, Մերձավոր Արևելքը չի կարողանում անցնել Թրամփի կողմից Գազայի հատվածում կարգավորման վերաբերյալ նախկինում ընդունված 20 կետանոց ծրագրի երկրորդ փուլին, եւ հակամարտությունը ինքնին կարող է կրկին բռնկվել ցանկացած պահի։ ԱՄՆ-ի հարձակումը Վենեսուելայի վրա ազդարարում է նոր համաշխարհային կարգի գալուստը։ Այս մասին հաղորդել է Bloomberg-ը։ Լրագրողների կարծիքով ԱՄՆ-ի գործողությունները ցույց են տալիս, որ երկիրը հրաժարվում է հին աշխարհակարգից, որը սահմանում էր ամերիկյան արտաքին քաղաքականությունը սառը պատերազմից հետո։ Այդ կարգի համաձայն ԱՄՆ շեշտը դնում էր դաշնակիցների հետ համագործակցության եւ ՄԱԿ-ի կամ G20-ի միջոցով աշխատանքի վրա, որտեղ Ամերիկան առաջնորդում էր։ Նույնիսկ 2003 թվականին ԱՄՆ-ի կողմից Իրաք ներխուժման ժամանակ ԱՄՆ-ն ձևացնում էր, թե միջազգային աջակցություն է փնտրում իր նպատակներին հասնելու համար։ Այս անգամ Թրամփը գործել է միայնակ, սա հիշեցնում է գաղութային մոդելը, երբ ԱՄՆ-ն կարող էր թույլ տալ անվանապես անկախ կառավարություններին կառավարել իրենց գործերը, միաժամանակ հաստատելով ամերիկյան գերիշխանությունը տնտեսական հարկադրանքի եւ ռազմական ուժի միջոցով, նշում է հրատարակությունը։ Այն սցենարը, որի դեպքում Ռուսաստանը կարող է դադարեցնել իր ներգրավվածությունը Վենեսուելայում, Ուկրաինայի հարցում ամերիկյան զիջումների դիմաց սարսափելիորեն իրական է թվում ԱՄՆ-ի հարձակումից հետո։ Նման տեսակետ է հայտնել գերմանական թերթը։ 2019 թվականին ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի նախկին պաշտոնյա Ֆիոնա Հիլը նշել էր, որ Ռուսաստանը ոչ պաշտոնապես առաջարկել էր դադարեցնել իր ներգրավվածությունը Վենեսուելայում, Ուկրաինայի հարցում ամերիկյան զիջումների դիմաց։ Այդ ժամանակ սա մնում էր միայն տեսական առաջարկ։ Այսօր նման սցենարը սարսափելիորեն իրական է թվում։ Նույնիսկ արևմտյան վերլուծական կենտրոնները, ինչպիսիք են Լոնդոնի Chatham House-ը եւ Բրյուսելում գտնվող Եվրոպական քաղաքականության կենտրոնը գրում են այդ մասին, ընդգծել է հրատարակությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է ռազմական հարված հասցնել Իրանին, եթե բողոքի ցույցերի ժամանակ քաղաքացիական անձանց շրջանում զոհեր լինեն։ Մենք չափազանց ուշադիր հետևում ենք Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերին, ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։ ԱՄՆ առաջնորդը հստակեցրել է, որ հետևանքներ կլինեն, եթե Իսլամական Հանրապետության բողոքի ցույց անող բնակչության շրջանում զոհեր լինեն։ Ես կարծում եմ, որ նրանք շատ կոշտ հարված կստանան Միացյալ Նահանգներից, եզրափակել է Թրամփը։
Հայ-առաքելական եկեղեցին հունվարի 5-ը նշում է որպես Սուրբ Ծննդյան ճրագալույցի օր։ Եկեղեցական օրը սկսվում է երեկոյան ժամը 17:00-ից, ուստի Սուրբ Ծննդյան տոնը սկսում են նշել հունվարի 5-ի երեկոյան եւ հունվարի 6-ին։ Հունվարի 5-ին Հայ-առաքելական եկեղեցու բոլոր եկեղեցիներում տեղի են ունենում ճրագալույցի Սուրբ պատարագներ։ Պատարագի ընթացքում վառվում են մոմեր, որոնք մարդիկ տանում են տուն։ Եկեղեցուց տարած մոմերը խորհրդանշում են Սուրբ լույսը եւ եկեղեցու օրհնությունը։ Ճրագալույցի Սուրբ պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Հարության տոների նախատոնակին։ Ճրագալույց նշանակում է ճրագ, մոմ վառել։ Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցուն վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում։ Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն։ Ճրագալույցը խորհրդանշում է նաեւ Բեթլեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս մանուկը։ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհուրդը հոգեվոր դասը եւ միլիոնավոր հավատացյալ հայորդիները միակարծիք են Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հայտարարությանը եւ միաձայն դատապարտում են վարչապետի եւ 10 եպիսկոպոսների կողմից հունվարի 4-ին արված հերթական հակաեկեղեցական նախաձեռնությունը, որով ոտնահարվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, խախտվում թե միջազգայինորեն, թե Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված եկեղեցու իրավունքները։ Հայաստանյաց առաքելական եկեղեցու իբրև բարենորոգման ուղղված հերթական այս քայլը դիտարկում ենք որպես քաղաքական նպատակներով հակաօրինական նախաձեռնություն, եկեղեցին պառակտելու փորձ եւ հանցագործություն, որի անդառնալի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ նրան միացած ուխտադրուժ 10 եպիսկոպոսները։ Կոչ ենք անում մեր քույրերին ու եղբայրներին չդառնալ գործիք ու հանցակից աստվածուրաց, Էջմիածնամերժ ուժերի ձեռքին մնալ հավատարիմ Մայրաթոր Սուրբ Էջմիածնին եւ ազգընտիր ամենայն հայոց կաթողիկոսին։ Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրեն Անուշ Իսպիրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել վստահված գույքը հափշտակելու եւ խարդախության հոդվածներով։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են քննչական կոմիտեից։ Մեղադրանքի առաջադրվել նաեւ բժշկական կենտրոնի հաշվապահ Նորայր Ղուկասյանին։ Նա մեղադրվում է խարդախություն կատարելու 2 դրվագի մեջ։ Բժշկական կենտրոնի տնօրեն Անուշ Իսպիրյանի եւ հաշվապահ Նորայր Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Նշենք, որ Ստեփանավանի բժշկական կենտրոնի հետ կապված մեկ այլ քրեական վարույթ էլ այժմ քննվում է հակակոռուպցիոն կոմիտեում։ Այդ վարույթով այս պահին մեղադրյալ չկա։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին առևանգելու ԱՄՆ ռազմական գործողությունը անընդունելի քայլ է եւ հանդիսանում է երկրի ինքնիշխանության խախտում, հայտարարել է Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը։ Երկրների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգումը կարմիր գիծ է, որը երբեք չպետք է հատվի, ասել է Բորիչը։ Նա նշել է, որ այսօր դա տեղի ունեցավ Վենեսուելայի հետ, իսկ վաղը ցանկացած այլ երկիր կարող է հայտնվել նրա տեղում։ Չիլիի նախագահը հավելել է, որ խստորեն դատապարտում է Վաշինգտոնի գործողությունները։ Մասնավորապես նա սխալ է համարում, որ օտարերկրյա պետությունը ցանկանում է անմիջականորեն վերահսկել Վենեսուելայի տարածքը։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է հրամանագիր, որով ուժի մեջ է մտել ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի որոշումը, պատժամիջոցներ սահմանելու 95 ֆիզիկական եւ 70 իրավաբանական անձանց նկատմամբ, որոնց մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ եւ բնակիչներ են։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի առաջնորդի պաշտոնական կայքը։ Նշվում է, որ պատժամիջոցներն ուղղված են Ռուսաստանի պետական պաշտպանական պայմանագրերի սպասարկմանը եւ նրա պաշտպանական արդյունաբերական համալիրի գործունեությանը մասնակցող անհատներին եւ ընկերություններին։ Մասնավորապես դրանք ներառում են ձեռնարկություններ եւ դրանց ղեկավարներ, որոնք արտադրում եւ մատակարարում են արտադրանք Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի եւ անվտանգության մարմինների համար կապի, էլեկտրոնիկայի պատերազմի, միկրոէլեկտրոնիկայի ոլորտներում։ Թուրքիան կշարունակի երկխոսությունը բոլոր կողմերի հետ Վենեսուելայում կայունության համար, հայտարարել է հանրապետության փոխնախագահ Ջևդեթ Յիլմազը։ Վենեսուելայում տիրող ներկայիս ճգնաժամի պայմաններում Թուրքիայի հանրապետությունը կշարունակի պաշտպանել միջազգային իրավունքի պահպանումը, ազգային կամքի հարգանքը եւ Վենեսուելայի ժողովրդի աջակցությունը, ինչպես նաեւ կշարունակի պահպանել կայունությունը բոլոր կողմերի հետ երկխոսության միջոցով, հայտնել է Յիլմազը։ New York Times-ի հայտարարության համաձայն Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ ուղղված ԱՄՆ ռազմական գործողության ընթացքում զոհվել է առնվազն 40 մարդ, այդ թվում քաղաքացիական անձինք եւ զինվորներ։ ԱՄՆ պաշտոնյաները New York Times-ին հայտնել են, որ հարձակումը ներառել է լայնածավալ օդային գործողություն, որի նպատակն էր Վենեսուելայի օդային պաշտպանությունը անջատել նախքան ցամաքային ուժերի տեղակայումը։ Սպիտակ տան կամ Պենտագոնի կողմից անհապաղ հրապարակային հաստատում դեռևս չկա զոհերի թվի կամ գործողության ծավալի վերաբերյալ։
ստանալ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ ուժերը գերի են վերցրել Վենեսուելայի նախագահ Մադուրոին եւ նրա կնոջը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կղեկավարի Վենեսուելան միջև անվտանգ, պատշաճ եւ արդարացի անցումային շրջանի ապահովումը։ Մեծ Բրիտանիան վաղուց աջակցում է Վենեսուելայում իշխանության փոփոխությանը, ասվում է երկրի վարչապետ Քիր Սթարմերի հայտարարության մեջ։ Մենք Մադուրոին համարում ենք ոչ լեգիտիմ նախագահ եւ չենք սուգում նրա ռեժիմի ավարտը։ Այսօր առավոտյան ես կրկին հայտարարեցի իմ աջակցությունը միջազգային իրավունքին։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը առաջիկա օրերին կքննարկի զարգացող իրավիճակը ԱՄՆ գործընկերների հետ, քանի որ մենք ձգտում ենք ապահով եւ խաղաղ անցման դեպի օրինական կառավարություն, որը արտացոլում է վենեսուելացի ժողովրդի կամքը, ընդգծվում է Սթարմերի հայտարարության մեջ։ Ավելի վաղ Բրիտանիայի վարչապետը հայտարարել էր, որ Լոնդոնը որևէ կապ չունի Վենեսուելայի նախագահի ձերբակալության հետ։ Միացյալ Նահանգները պետք է հարգի Դանիայի տարածքային ամբողջականությունը, սոցիալական ցանցերում գրել է դանիացի դիվանագետ Եսպեր Մյոլլեր Սերենսենը։ Մենք ակնկալում ենք Դանիայի թագավորության տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանք, գրել է դիվանագետը։ Այսպես է նա արձագանքել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերի կնոջ գրառմանը, որում նա հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը ներկված ամերիկյան դրոշի գույներով մակագրված շուտով։ Սերենսենը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները եւ Դանիան դաշնակիցներ են, իսկ Գրենլանդիան ՆԱՏՕ-ի մաս է կազմում։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինն արձագանքել է երեկ երեկոյան վարչապետի եւ 10 եպիսկոպոսների ստորագրած հայտարարությանը, որում մասնավորապես ասվում է. Եկեղեցու ներքին կյանքի կանոնակարգման եւ բարենորոգման պատրվակով Հայաստանի կառավարության ղեկավարի ձեռնարկած գործողությունները ուղղակի ոտնահարում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, խախտում թե միջազգայինորեն, թե Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված եկեղեցու իրավունքները։ Նման հակաեկեղեցական գործընթացների մեջ եպիսկոպոսների ներգրավումը քահանայ դասի նկատմամբ կիրառվող ճնշումները դատապարտելի են։ Եկեղեցու կյանքին առնչվող խնդիրների քննարկումները կատարվում են բացառապես եկեղեցական համապատասխան մարմիններում կանոնական կարգավորումների համաձայն։ Տարակուսելի է, որ հիշյալ 10 եպիսկոպոսներն առ այսօր որևէ կերպ չեն արձագանքել Մայրաթորից իրենց ուղղված կոչերին ու հրավերներին։ Շարունակում է խուսափել իրենց ուզող հարցերի շուրջ ամենայն հայոց հայրապետի եւ Գերագույն հոգեվոր խորհրդի հետ հանդիպումներից ու քննարկումներից։ Հարկ են գծել, որ եկեղեցու կանոնակարգային հարցերը եւ բարենորոգումը վերապահված չեն ինքնահռչակ խորհրդի, այլ հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետությանը իր բարձրագույն կառույցներով։ Նման անխոհեմ քայլերը կարող են հանգեցնել հերձվածի ցավալի հետևանքներով, ասված է հայտարարության մեջ։ Հունվարի 1-ից արքավճարային համակարգի միջոցով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում կստանաք հետվճար 2%-ի չափով։ Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է հետվճարի տրամադրման կարգը եւ պայմանները։ Միջոցառման շահառուներին հետվճարը փոխանցվում է ինքնաշխատ եղանակով մինչեւ հաջորդ ամսվա 25-ը։ Հետվճարը տրամադրվում է 1000 դրամը գերազանցող գործարքների դիմաց, ընդ որում յուրաքանչյուր մեկ գործարքի համար հետվճարը չի կարող գերազանցել 6000 դրամը։ Յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար հետվճարը չի կարող գերազանցել 60000 դրամը։ Եղանակը առաջիկա օրերին։ Հանրապետության տարածքում հունվարի 6-ից 8-ը 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-ի ուշ երեկոյան եւ 10-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին հյուսիս-արևմտյան է 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը հունվարի 6-ից 10-ի գիշերը կբարձրանա 16-ից 20 աստիճանով, 6-ից 9-ի ցերեկը 3-ից 5 աստիճանով։ Երևանում հունվարի 6-ից 9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 10-ին սպասվում է ձյուն։